Ողջույն սիրելի հայրենակիցներ, ուրիշ կարծիք ոդկասթը կրկին եթերում է, կրկին ունենք անակնկալ, դե բնականաբար հյուր, մեր հյուրը Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է, պայքարի ընկեր, խրամատ չլքող, այսպես կոչված, շատ շնորհակալ ենք, որ հյուրընկալվել եք ու միանգամից անցնենք այն բուն քննարկումներին, որը որ հաշվի առնելով վերջի 2 օրը, որ Լե Մակրոն, Լե Փաշինյան իրավիճակն է, այս իրավեպը շարունակվում է, իրար ձեր բռնած քայլում են, կարծում եմ Մակրոնը բաժանվելու է, Նիկոլ Փաշինյանը արդեն բաժանվել է ու ինչ-որ միացում ստեղծվի, բայց այնուամենայնիվ սկսենք այն կարծիքներից, որ ունեն Արցախի պաշտոնյաները ու մասնավորապես այն մարդիկ, ում հայրենիքը Նիկոլ Փաշինյանը Մակրոնի հետ էլ հանձնել է։ Նախ Վայջան շատ շնորհակալ եմ հրավերի համար, շատ հետաքրքիր կարծում եմ ձևաչափում մենք կարողանալու ենք քննարկումներ անել, լուրջ քննարկումներ եւ բացահայտումներ նաեւ։ Տեսեք, մի քանի օր է այսպես ինչ-որ հիստերիա է, հա, մեր երկրում, ոգևորություն, այս իշխանությունները իրենց մեջտեղից պատառոտում են համոզելու համար ժողովրդին, որ տեսեք, այս մեզնով է, որ մենք այնքան լավն ենք, որ հələ տեսեք։ Քարոզարշավի շրջանակներում։ Եկել են, հələ տեսեք, լցվել են Հայաստան ու ոնց են մեզ բոլորիս սիրում։ Իրականում ընդունենք, որ դա ազդում է ժողովրդի վրա, որովհետև ինձ համար իրոք անհասկանալի էր այն երևույթները, օրինակ Գյումրիում մարդիկ ուշաթափվում, ոգևորվում, խելագարվում, խենթանում եւ այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ այսպես adekvat են պահել իրենց ու այս օրերը փորձել են։ Բայց այդ adekvatներն են խելագարվում։ Դե ես էլ եմ Մենք էլ adekvatներից։ ենք խելագարվում, որ իրանք խելագարվում են Մակրոնից։ Նայեք, ինչու, որովհետեւ տեսեք, հատկապես արցախցիները պիտի խոսեն հայ-ֆրանսիական բարեկամության մասին, որովհետև դա շատ այսպես ցայտուն ձևով ու շատ ընդգծված է եղել հատկապես Արցախում, եւ ես ինքս դրա ականատեսն եմ եղել եւ իմ շփումները եւս այդ շրջանակներում եղել են, նաեւ ես Արցախի Հանրապետության ազգային ժողովի հայ-ֆրանսիական այդ խմբի անդամ էի, բարեկամական խմբի անդամ եմ, ինչու H է նաեւ M, որովհետեւ մեր հարաբերությունները հիմա էլ շարունակվում են եւ դրանք լրիվ խոսում են այլ բանի մասին, քան մենք լսում էինք այս օրերի մասին։ Ասեմ ինչն է դա։ Տեսեք, 2020 թվականի պատերազմից հետո, երբ այստեղ իշխանությունները վախենում էին նույնիսկ ծպտուն հանել, առավել եւս խոսք չէր կարող լինել Արցախ այցելությունների մասին, նույնիսկ հեռավար մենք առաջարկեցինք, որ միջխորհրդարանական նիստ պետք է տեղի ունենա, դա էլ մնաց անարձագանք, որտեղ վախ կար, ուղղակի իրենք սարսափում էին արցախցիների հետ շփվել, անունի մասին չեմ ասում, նույնիսկ շփվել, եւ այդ ընթացքում, եթե հիշում եք, տարատեսակ ստեր էին հորինում, որ իբրև թե իրենք զանգահարում են եւ մի անգամ նույնիսկ ես փաստերով բացահայտել եմ, որ չկա այդպիսի բան, ընդհանրապես որևէ կապ չկա Հայաստանի իշխանությունների հետ, այստեղ Ալեն անունով պաշտոնյա կա, այդպես ստահոդ ինչ որ երկար Facebook-յան ստատուս էր գրել եւ արդարանալով եւ ինձ մեղադրելով, բնականաբար ամբողջը սուտ ու կեղծիկ։ Պատերազմից հետո Արցախ այցելում էին այլ պետություններից, բայց շատ տպավորիչ ու առանց ձևականությունների դա Ֆրանսիայի պաշտոնյաների այցելություններն էին։ 2 անգամ եղել է այցելություն, եկել են պատգամավորներ, սենատորներ, որին նաև մասնակցել եմ ես այդ հանդիպմանը, եւ հավատացեք, եթե լեզվի տարբերությունը չլիներ, մենք չէինք մտածի, որ մեր առաջ այլ երկրի, առավել եւս եվրոպական, առավել եւս Մակրոնի ղեկավարած երկրի պաշտոնյաներն են, որովհետեւ այդ ցավը ձևական չէր, այն բոլոր աջակցության առաջարկներն, ապրոմակցումը եւ այն առաջարկները որպես եվրոպական պետության, որ կարող են աջակցել Արցախը դուրս գա այդ իրավիճակից, դրանք ձևական չէին, դրանք իրական էին։ Ցավոք սրտի, հա, այնպես չի որ միայն Հայաստանում է, որ կա ժողովրդի այսպես adekvat հատված, արժեքները կրող հայրենասեր եւ այդպիսի նաեւ ազգային ժողովում կա եւ այլ, հա, այսպես համակարգի տարբեր շերտերում կա,
Այնպես էլ բնականաբար Ֆրանսիայում եւ ես ձեզ ասեմ, այնպես չէր, որ մեզ այցելած այդ պատգամավորներ կամ սենատորները դրանք ընդդիմադիրներ էին, ոչ, նաեւ կային իշխանության ներկայացուցիչները ունեին լրիվ այլ պատկերացումներ, ինչ հետագայում ինչ կեցվածք ու դիրքորոշում ընդունեց իրենց երկրի ղեկավարը։ Զգում են հոգեվիճակը, թե ինչ են զգում արցախցիները, ինչ ցավի մեջով են անցնում, ու այդ բռնի տեղահանումը հետագայում նաեւ այս մարդկանց մոտ առաջացրել է, վստահ եմ, այն իրական զգացողությունները, ոչ թե Նիկոլ Փաշինյանի ու այդ իշխանականների, որ ասում է, դե իրանք բռնի չեն տեղահանվել, հետո որոշեցին, որ գոնե պայմանավորեն թուրքերի հետ, ասեն բռնի են տեղահանվել, հետո այսինքն պատկերացնում եք, լինելով հայ, ցավոք սրտի հիմա Նիկոլ Փաշինյանը ու իր ուսապարկերը հայեր են, չէ՞, փաստացի ունեն յան ազգանուններ։ Այն կարեկցանքը չունեցան սեփական հայրենակիցների նկատմամբ, ինչքան որ տեսեք դուք եք չէ պատմում որ ֆրանսիացիները ավելի շատ են զգացել հայրենիքի կորուստը, այդ զգացողությունները, ինչքան որ մեր հայրենակիցները մենք նույնիսկ իրենց որ առաջարկեցինք կարող ենք եւ հանդիպումները փականել եւ կարող ենք ընդհանրապես լուրջ տալ իրենց այցելության մասին Արցախ, չնայած բնականաբար գիտեր Ադրբեջանը որ իրենք այցելել էին, բայց ամեն դեպքում որևէ տեղեկատվություն կամ հետագա անելիքներից որևէ լուրջ տանք, իրենք զարմացան ու ասացին որ ոչ, որևէ գաղտնի բան չկա, այն ամենը ինչ իրենք անում են դա մարդասիրություն է, դա մարդու իրավունքների պաշտպանություն է եւ որևէ կասկած չկա, որ մարդը բնականաբար պիտի ապրի այնտեղ, որտեղ ծնվել է, որտեղ իր տունն է եւ դա մարդու այսպես բացարձակ իրավունքն է, հա, այսինքն այն բոլոր դրույթները, ինչի վրա այսօր ստեղծվել է եվրոպական արժեքները եւ այո ժողովրդավարությունը եւ այդ մնացածը, տեսեք ինչ վերաբերում է արդեն իրենց ղեկավարին, երևի թե շատերիս մոտ, հա, այսպես երբեմն նաև անարդարացի, ինչու է ինքը իրեն այդպես պահում, բայց եկեք մենք ընդունենք, հա, եթե քո երկրի ղեկավարը միանշանակ ունի կուրս, հստակ կուրս, պաշտպանել եւ տանել թշնամական օրակարգը, այսինքն ադրբեջանական եւ թուրքական օրակարգը, հետեւաբար մենք մի քիչ միամտություն է, երբ սպասում ենք այլ պետությունների ղեկավարներից անել հակառակը, բայց ինչու էստեղ հստակ ընդունեց նաև մեր բարեկամ երկրի ղեկավարը այս կուրսը ինչը որ վերցրել էր Հայաստանի ղեկավարը ես վերջին օրերին արդեն հա իր այցելության շրջանակներում իմ մոտ ընդհանրապես կասկած չմնաց որ միանշանակ էստեղ ինքը իր թե ներքաղաքական խնդիրներն է լուծում սրանով թե ընդհանրապես որպես երկրի նորմալ ղեկավար իր երկրի շահն է առաջ տանում, այսինքն այս պարագայում Ֆրանսիայի ղեկավարը արդեն վերջերս օրերին ակնհայտ էր ու դա այլևս նույնիսկ դիվանագիտական շղարշի ներքո չէր ստացվում թաքցնել, որ Հայաստանը դիտարկվում է որպես մի հարթություն, որտեղ ինքը հնարավորություն է ունենալու իր եւ Ռուսաստանի հարաբերությունների կարգավորմանը տանել դա երևաց մենք սեղանին են ուղղակի մենք ուղղակի սեղանին ենք Հայաստանի հայերը ավելի վատ մենք ստացվում է որ ինչ որ մարտադաշտի ենք վերածվել որտեղ տարբեր պետություններ տեսեք քանի օրեր իրենք էստեղ էին ես խնդրում եմ հա ինձ մի փաստ բերեն որևէ մեկը կամ դուք որ տեսակ ինչ որ հայան նպաստ ազգապահպան այսպես ինչ որ ապագայի հետ կապված կայուն ինչ որ մի բան մենք տեսանք լավ փոքրիկ մի բան տեսանք խոսում են ինչ որ առևտուր տնտեսություն վայ ուռա մենք պարարտանյութ ենք բերում Հայաստան, չգիտեմ անասնակեր ենք բերում Հայաստան, բենզին ենք բերում Հայաստան, որից բենզինի գինը բարձրացավ ոչ թե իջավ, անվտանգային սահմանային խնդիրներ, անդառնալի կորուստներ, տարածքային կորուստներ, հիմա վտանգված է Հայաստանի Հանրապետությունը ամբողջությամբ, ունենք օկուպացված տարածքներ, Սևանինը Գյոյչա են ասում, ինչ բրինձ յուղ կաթ Ես այսօր լսում էի Հայաստանի արտգործնախարարի այդ Երևանյան երկխոսություն, հա, այդտեղ իր ելույթը, իր խոսքը, գիտեք, ես փորձում եմ միշտ օբյեկտիվ նայել նման հայտարարությունները Հայաստանի պաշտոնյաների, որպեսզի այդպես էմոցիոնալ չլինի իմ արձագանքը, եւ որպես
օտար ոչ հայ, ես փորձում եմ հասկանալ, ինչպես է մտածում հայ պաշտոնյան, երբ նման մտքեր է արտահայտում։ Տեսեք, ինքը ասում է, ճիշտ է, մենք դեռ խաղաղությունը, այսպես ավարտուն տեսքի չենք բերել, բայց արդեն մի տարի է Հայաստանում խաղաղություն է։ Ինքը երկար պատմում է այդ խաղաղություն ինչ է նշանակում։ Ըստ իրեն, իրոք, խաղաղությունը դա բենզինն է, խաղաղությունը դա այդ անասնակերն ու պարարտանյութն է, ինքը իրոք այդպես է ասում, ես ոչինչ չեմ հիմա ավելացնում իմ խոսքում, եւ որոշ բաներ էլ մենք կսկսենք վաճառել, այսպես է ասում ինքը, նույնիսկ այդտեղ իրենք չունեն հստակություն, հա, որովհետեւ առ այսօր իրենք ընդհանրապես եթե զուտ տնտեսական առումով նայենք $960 ծաղիկ են այդ ճանապարհով արտահանել, բայց բերել են մոտ 6 միլիոնի, չգիտեմ ինչ, իրոք չգիտեմ ինչ, որովհետև այդ բենզինը բերելու արդյունքում մենք կրակ ընկանք հասարակ քաղաքացիներս, բենզինը ընդհանրապես թանկացավ դրանից, շահը քաղաքացու դա եղավ։ Ինչևէ, բայց տեսեք, խոսում է, այսպես փորձում է եվրոպական ձևերով, ժամանակակից, ծիծաղով, մոդայիկ ձևերով խոսել, միարժեքավոր միտք չկա։ Եվ երբ որ օտարերկրացին նայում է, ինքը չի հասկանում։ Նույն տեսեք շվեյցարացին դա նայում է, նույն ֆրանսիացին նայում է, չէ՞։ Մենք ինչու եմ այդ երկրների անունները տալիս, որտեվ մենք սերտ համագործակցություն ունենք, հիմա էլ դա շարունակվում է եւ Շվեյցարիայի խորհրդարանի հետ, վերին պալատի եւ Ֆրանսիայի պաշտոնյաների հետ ու ոչ միայն սենատորների, պատգամավորների, նաեւ քաղաքապետերի, տարբեր պաշտոնյաների հետ այդ սերտ համագործակցություն, այո, որոնք քույր եղբայրներ էին, բացի Հայաստանի քաղաքների հետ, նաեւ Արցախի քաղաքների հետ։ Նույն սկզբունքով։ Այո, նույն սկզբունքով եւ այդ համագործակցությունը հիմա էլ մենք ունենք, բայց ես նայում եմ իրենց աչքերով ու ես փորձում եմ հասկանալ այս պաշտոնյային ոչ մի խոսք ողբերգությունից, որը տեղի է ունեցել Արցախում, ոչ մի խոսք, տեսեք ինքը այդ հաղորդավարը իրեն ասում է, որ այո դուք այսպես արագ վերաձևակերպումների արդյունքում կարողացաք խաղաղություն հաստատել։ Այսինքն աշխարհը այսօր ընկալում է եւ համարյա թե ուղիղ ասում է, որ այո դուք վաճառեցիք Արցախը եւ խաղաղություն։ Ես շատ հաճախ կատակով իմ ընկերներին ասում եմ, բայց այդ երևույթը, որի անուն իրենք դրել են խաղաղություն, հանգիստ օրինակ կարող էին դնել տանձ։ Չէ՞։ Իրանք ուղղակի անուն են դրել։ Դա ինչ կապ ունի իրական խաղաղության հետ։ Հիմա Արցախում խաղաղ է, հայեր չեն ապրում, լավ է։ Ես ասեմ ավելին, Արցախում խաղաղ էր 2020-ի նոյեմբերի 9-ից հետո բավականին ժամանակահատված, երբ այն ժամանակ եռակողմ հայտարարությունը եղավ, ուղղակի այս անգամվա Ամերիկայի փոխարեն այն ժամանակ Ռուսաստանն էր միջնորդը։ Հա, ինչ տարբերություն։ Բայց նույն խաղաղությունից էր դու բերել Արցախ։ Այնտեղ կետերով, հստակ 9 կետերով եւ երբ որ մենք խոսում ենք այդ 9 կետերից շատ կետերի վտանգների մասին, որոնք այդ վտանգը տեղափոխում են Հայաստան, այն ժամանակ թե Արցախի նախագահը, թե Հայաստանի այդ ուսապարկերը մեզ մեղադրում էին սուտ կեղծիք եւ խոճապ տարածելու մեջ։ Հիմա տես, նույն ինչ զգացել եք դուք Արցախում, մենք ձեր հետ փորձել ենք հնարավորինս ձեր կողքը լինենք, ոչ միայն ընդդիմությունը, հայ ժողովուրդը, այսինքն հայ ժողովուրդը չի կիրսում Նիկոլ Փաշինյանի այդ մոտեցումները, իրանք գնացել են մի քանի ախուրյանցի անու են գտել, որ չեն հասկանում տարբերությունները, ու ամեն անգամ տարբեր բաներ են ասում։ Թե չէ հայ ժողովուրդը ոնց Արցախյան առաջին պատերազմն եղել ու հաղթանակն ա եղել։ Ժողովուրդը համախմբվել է, անկախացել ենք, Արցախն էլ փորձել ենք միացնենք մեզ, գոնե որպես հայկական երկրորդ պետություն, եթե որպես Հայաստանի Հանրապետություն հնարավոր չի եղել այդ բանը, չէ։ Հիմա ժողովրդի դիրքորոշումը կա, Նիկոլ Փաշինյանը հրամցնում է խաղաղության քողի տակ, որ Արցախից ազատվենք պայմանականորեն, չէ, որ Հայաստանը ավելի ինքնորոշ եւ այլն բան։ Հիմա հարց է առաջանում, լավ, այդ պարագայում Սյունիքի հետ կապված այդ օկուպացված մասը, ինչի մասին է, Արցախից ինքը ազատվել է, չէ։ Հիմա այդ կադաստրի վկայականը ով պետքա տա, որ Արցախից հետո պետքա Հայաստան ունենար, չկա, չէ։ Չկա, իհարկե չէ։ Հիմա ինձ կարող է ինչ-որ մեկը երաշխավորել, որ Արցախի ճակատագիրը չենք ունենալու մենք հայերս Հայաստանում։ Ով կարող է այնց դրանում երաշխավորի, Ալիևը, Էրդողանը, թե Մակրոնը։ Ընդհանրապես որևէ մեկը այս պայն բնական է իշխանությունները եւս չէ։ Ես իդեպ ուզում եմ հիշեցնել, որ նաև այստեղ
չեմ ուզում ասել մեղավորություն, է ժողովուրդը հոգնել է արդեն, այնքան են մեր վրա բոլորը Մեզ պետք չի մեղավորներ փնտրել, մեզ պետք է ելքեր փնտրել դուրս գալ այս իրավիճակից։ Տեսեք, ելքերից մեկը չմոռանալն է։ Չմոռանալ է այն ինչ որ տեղի է ունենում մեր հետ եւ տեղի է ունեցել։ Չմոռանալ եւ դասեր քաղել։ Տեսեք, մենք առաջ ասում էինք 100 տարի առաջվա եղածից դասեր քաղանք, իսեր Աստծո պետք չի 100 տարի առաջվա, 5 տարվա ընթացքից դասեր է պետք քաղել։ Տեսեք, Արցախը պատերազմից հետո, երբ փորձում էր ոտքի կանգնել, ես հիշում եմ հենց այդ ժամանակահատվածում, երբ Գորիս Կապան այդ ճանապարհի մասին սկսեց խոսակցությունը գնալ եւ երբ փառոք հանձնեցին այդ ճանապարհը եւ երկրի ղեկավարը, ես այսպես հիշում եմ այդ օրերին, այսպես խրոխտ ասում էր, դե հիմա այդ ճանապարհը չի, այն մի ճանապարհն է, ու այդ օրը իմ մոտ զգացողություն առաջացավ, որ այս մարդը նոր մեթոդ է գտել Հայաստանը բզկտելու եւ ժողովրդի մեջ ինքը կամած դա մցնում է, այդ ընկալումը առաջացնում է, որ եթե նայ դու ուզում ես A կետից գնաս B կետը, գնում է իր այս ճանապարհով, քո նպատակը ո՞րն է գնալ B կետ, չէ։ Հիմա լավ այս ճանապարհը չի, դու այս ճանապարհով կգնաս։ Այսինքն, տեսեք, ինքը հայրենիքը վերածում է ճանապարհների եւ քո միջից հանում է, որ ախր այդ հատվածը, որով դու անցնում ես, դա քո հայրենիքն էր։ Եվ նույնը ես ներողություն եմ խնդրում։ Արարատը փոխարինում է Արագածով, ասում է ախպեր ջան, Արարատն էիք, չէ՞ սիրում։ Հիմա մի քիչ էլ Արագածը սիրեք, համ էլ արդար կլինի, որտեվ Արարատը շատ է։ Բայց եկեք ընդունենք, որ ախր երկուսն էլ մեր հայրենիքի մասն է։ Եկեք ընդունենք, որ մեր ժողովրդի մոտ ես շատ ժամանակ բաներ կա, որ այսպես համատարած մեր ժողովրդում եկել սկսում են, չէ, բոլորը Արարատի նկար են դնում, սկսում են գրառումներ անել, իրականում դա լավ բան է, վատ չի, բայց ես միշտ խուսափում եմ այդպիսի ժամանակ, սենց արագ ինչ որ էմոցիաներին տրվեմ, ինչ որ հակազդող ինչ որ բան անեմ, այո, իմպուլսիվ չեմ անում ու սկսում եմ ուղղակի ուսումնասիրել, թե իրականում հողի վրա ժողովրդին իդեպ, երբ ես ուզում եմ իրական շփում ունենամ ժողովրդի հետ, ուղղակի շուկա եմ գնում, այ իրական պատկերը պիտի տեսնեք այնտեղ, այո, եւ հրաշալի ժողովուրդ ունենք հայրենասեր հենց այդ առումով նաեւ եթե պատկերացնում են որ շուկայում առաջ տպավորություններ չէ շուկայում բոլորը Նիկոլ են սատարում ես դες ասեմ չկա այդպիսի բան ինչևէ ու ես ինչ եմ նկատում որ մեր ժողովրդի մոտ այդ գենետիկ հիշողությունը չի ստացվում սպանել։ Տեսեք, Նիկոլը ինչ է անում, երբ որ ես լուր հետևում եմ, իրեն եմ հետևում, ժողովրդի արձագանքին եմ հետևում, թե սոցցանցերում, թե իրականում, ես հասկանում եմ, որ լուր շատ ուժեղ կռիվ կա, պայքար կա ներսում։ Ահա որ կռիվ կա եւ գիտեք հետաքրքիրը որն է որի լուծումը դեռ ես էլ չունեմ եւ կարծում եմ մենք դժվարանալու ենք բոլորս այս հարցում որ հենց Նիկոլ սատարող հատվածը ժողովրդի սկսում է Արարատի գովք անել բայց ինքը շարունակում է Նիկոլ սատարել Ես չգիտեմ դրա պատասխանը անկեղծ եմ ասում։ Միգուցե կամ չգիտեմ, եկեղեցու նկատմամբ ինքը հարցակումը սկսում է, վերջերս էլի սոցհարցման էի նման, սոցհարցման այդպես արդյունքների ամփոփման էի, ինձ համար այդպես էլ որևէ մեկը չուներ այդ հարցի պատասխանը, այսինքն տեսեք, էլի եկեղեցուն կատաղի պաշտպանում են եւ այդ հատվածում պաշտպանողների կան բավականին հատված, որը սատարում է այս իշխանությանը։ Ես մարզերում մի պատմություն պատմեմ, ուրեմն գնացել է դե Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզ, անգամ մեր գյուղով անցե եւ այլն։ Հիմա ժողովրդի հետ շփվում եմ, ասում լավ, տես որ դիմավորեցիք էլի։ Ինքը մեր ինքնություն, պատմություն եւ այլն, մասնավորապես նաեւ եկեղեցին որ հավատքը, նայ մագաղաթներով ենք մենք ստացել սերնդե տարերը, որ հիմա խոսում ես, չէ։ Ասում է նայ քաղաք տեխնոլոգները Նիկոլի ոնց են աշխատում։ Այդ կաթողիկոսի դեմ է, եկեղեցու դեմ չի։ Ասում եմ, եղբայր, արի քո լեզվով, քո հետ դու ձեր տան տղամարդն ես, չէ։ Ասում եմ, ձեր բոլոր տանեցիները ընդունում են, չէ՞ որ դու ձեր տան տղամարդն ես։ Ասում եմ, հա, ասում եմ, այն էլ մեր կաթողիկոսն է, բոլորս ընդունում են, չէ։ Հիմա եթե դու քո տան տղամարդն ես, քո տան վրա որ հարձակվում են, դու ասում ես եկեք, հա, մենակ իմ մասին է խոսքը, հա, այսինքն որ գողերը մտնում են ձեր տուն, նայում են, եթե տան տղամարդը տունը չի, ասում են ախպեր, էսի հարմար տուն չի, դուրս են գալիս։ Ցավը, ախր էսա մեր ժողովրդի ենթագիտակցությունը Ներքուստ իրանք այդ ենթագիտակցության պայքարը ունեն գենետիկ։ Ունեն, միանշանակ ունեն։ Հիմա Նիկոլ ուզում է սպանի,
Ախր չի ստացվում, դրա համար անձնավորում է։ Հիմա ինչա չի ասում, նախկինները գան պատերազմը, չէ՞ լնելու։ Նախկիններին բերում է Բոբոյա Սարգե նախորդ 3 նախագահներին, իրանք թալանչի են, վատնեն բանակը եւ այլն եւ այլն։ Այդ բանակը համ Արցախն ազատագրե պահե, այդ բանակը 16 թվականին հաղթել է, Ալիևն էլ կմկմում էր, որ իրան փակ դռների հետևում ստիպում են, ես չեմ ասում, Ալիևն է ասում, չէ՞։ Այդ որ բանակի ու նախկինների մասին է խոսքը։ Ես այսպեսի այսենց ժամանակ մի հատ էլի հետաքրքիր մի հատ պատմություն կա։ Օրինակ, 2 անգամ է եղել, մեկը Արցախում 2020-ի պատերազմից հետո, երբ այդպես բանակի պաշտոնյա էր, գնդապետ էր կոչումով, հրապարակում միջոցառում է եւ խոսում եմ այդ պաշտոնյայի հետ, ինքը շարունակում էր պաշտոնավարել դեռ բանակում էլի։ Ու ինքը սկսեց խոսակցությունը, ով դե ճիշտ է, էլի դե բանակը թալանեցին, կերան, Արցախցի է ինքը։ Էս արեցին, դրա համար մենք այսօր ենք։ Ես չեմ հակառակվում, իրեն ասում եմ դուք ռազմական գործի չեք, ես չէ։ Հիմա ասում եմ, բայց ես որպես մարդ, ով երբեք անտարբեր չեղել ու տեղեկացված ամեն ինչից, հիմա ձեզ ուզում եմ հարց տալ։ Այդ բանակը, որը կեղեքվում էր, թալանվում էր, սոված էր զինվորը, հաց չուներ, ջուր չուներ, շոր չուներ, դրան էլ կանդրադառնանք, ասում եմ, բայց այդ բանակը ես 2007-ից Արցախում ապրում եմ, ես շատ լավ գիտեմ, որտեվ գիտեք դուք այստեղից չէիք տեսնում, այնտեղ պիտի ապրեիք, որ տեսնեիք այդ բանակի արածները։ Ես 2008-ին գնացել եմ Արցախ Ջեբրայիլ բանակ, մինչև 10 թվականը։ Ես համ անդրավարտիկ եմ ունեցել, համ ուտելիք եմ ունեցել։ Իդեպ հիմա զինվորների իմ հարազատներից մեկը ծառայում է, պարտադիր ամեն շաբաթ բավականին մեծ գումարի ներքնաշորեր ու այդպես գուլպաներ են ուղարկում, որովհետև իրականում չկա իրականում, այնպես չի որ կա, իրենք էլ ուզում են ավելի լավ ուղարկեն, ոչ մեկ էլ չի տալիս զինվորին։ Այդ միֆերը եկեք տնենք մի կողմ ուղակի։ Իդեպ այդ որ սնունդը այդքան գովում են, ուղակի ազատությունը այնպեսին է, որ եթե առայժմ զինվորը դրսից չէր կարող ուտելիք գնել, հիմա զինվորները պատկերացնում եք քարտով պատվիրում են ու զորամասում ուտում են այդ ուտելիքը։ Իրենց այդ հրաշալի ուտելիքը չեն ուտում զինվորները։ Ու պետությունը պարտավոր է։ Դրանք դեռ էլ դրանք այսօր ընդունում ենք, իրենք բանակը սարքում են իրենց նման, ոչ պիտանի, ոչ փորձում են դարձնել, հարմարեցնել իրեն, բայց ես ուզում եմ անպայման խոսենք այն բանակից, որը կար, ու երբ այսքան ժամանակ անցել պիտի որ այդ կարելի լինի խոսելը։ Տեսեք, իրենք ասում են սահմանին կրակոցներ չկա, չէ, զինվոր չի զոհվում։ Փառք Աստծո, որ զինվոր չի զոհվում ու տա Աստված, որ մեր զինվորները ողջ մնան, ուժեղ ու ողջ մնան։ Բայց մենք տեսնում ենք իրենց բերած խաղաղության կամ խաղաղ պայմաններում ու բնական է բոլորս էլ ներքուս չենք հավատում, որ այդ զինվորը ուղղակի հիվանդությունից անկարծամահ եղավ կամ այդպես ուղղակի մահացավ, այդպես էլ չիմացանք ինչից։ Չէ, հիմա էլ չէ, ժամանակ առ ժամանակ լսում ենք, ուղղակի մահ գրանցվեց։ Զենքի անսարքություններից է։ Այսպես ինչ որ բաներից։ Միևնույն է զոհերը կան։ Չէ, զոհերը կան, անպայման։ Այսինքն այդ զոհերը կան։ Հա, հիմա այդ զոհված զինվորի ծնողի համար կարա բացատրի այս մարդը ինչ տարբերություն իր երեխեն կար ու հիմա չկա։ Դե պատասխան տուր իշխանություն, դու ես ուզում նախկին իշխանությունը պատասխան տա, բայց դու չտաս։ Եվ ի վերջո նախկին որևէ իշխանության ժամանակ մենք այսքան զոհ չենք ունեցել, ինչքան ունեցել ենք այս իշխանությունների օրոք, թե խաղաղ բնակչության, թե զինվորականների շրջանում։ Ինչևէ, անդրադառնալով այդ բանակին, այն ժամանակ, եթե սահմանին մեկ զինվոր զոհվում էր Տշնամու, հա, այդ դիպուկահարի կրակոցից ենթադրենք, բոլորը շատ լավ գիտեինք, որ շատ կարճ ժամանակ հետո այդ մեկ զինվորի, որը զոհվել է մեր քաջորդին զոհվել է, ուրեմն Տշնամին ամենաքիչը տասնապատիկ զոհ է ունենալու։ Համապատասխան եւ ավել չէր խոսվում, չէր ասվում շատ դեպքերում, բայց դա երբեք չի մնացել անպատասխան։ Պատժվել է Տշնամին միշտ ու պատժվել է տասնապատիկ ավել ու որ հենց այդ մինչ 2018, մինչ 2020-ը չեն կարողացել հասնեն իրենց նպատակներին ու երազանքներին, այն է վերցնել, հա,
это գրավել Արցախը կամ մասնատել ու բզկտել Հայաստանը, մասեր փոկել վերջում կլանել Հայաստանը, դա եղել է հենց դրա Արցախը, չէ՞։ Մենք չենք մոռանում, որ երրորդ նախագահին առաջարկում էին, որ 5 միլիարդ, ինքն ասում էր ես 6 կտամ, դուք գնացեք, եթե դուք պատկերացնում եք, որ ինչ-որ մեկը կարա իր ընկերների արյուն ու հայրենիքը վաճառի, ես ավելին եմ տալու։ Ու գիտեք ինչ, նաև եկեք ընդունենք, որ մենք միշտ ունեցել ենք իշխանություններ, իդեպ ինչ շատ են անընդհատ այսպես որ գրում են, հա, այ նախքին, այլ չգիտեմ, Թալանչի, այ չգիտեմ ինչ, ինձ եւս գրում են, ես անպայման ուզում եմ հիշեցնել, որ ես միշտ որպես քաղաքացի եւ ունեցել եմ իմ դժգոհությունը եւ ունեցել եմ իմ գոհությունը բոլոր 3 իշխանությունների ժամանակ եւ ինչպես woman մեկը կա Ալեն անունով ասում է կարող էր նախկինների ժամանակ Մետաքսեն այդպես խոսեր ասեմ իրեն ինքը երևի շատ պուճուրիկ է եղել կամ ընդհանրապես ոչ միտեղ է եղել չգիտի որ Մետաքսեն միշտ այո պայքարել է միշտ գնացել է թե պետք է եղել բոլոր դռները ծեծելով հասել է իր ուզած դրանը ու միշտ կարողացել է հասնի որ արդարությունը հաստատվի բոլոր իշխանությունների օրոք ես կաշկանդված չեմ եղել բայց այդ իշխանավորներից գետ մի հոգու չեմ ճանաչել անձամբ ընդհանրապես որևէ ղեկավարի Հայաստանի չեմ ճանաչել անձամբ ղեկավարներից մեկի հետ ծանոթացել եմ պատերազմի ժամանակ Հայաստանի մյուսին ծանոթացել եմ արդեն տեղահանումից հետո այսինքն այստեղ որևէ կապ չունի դու երբ ես եղել ոնց ես եղել ինչ ես եղել այլ կարևորը այն որ դու կարողացել ես օբյեկտիվ գնահատել իշխանությունների ճիշտը նաև սխալը եւ այդ սխալի դեպքում կարողացել ես ուղղել տալ ստիպել որ ուղղեն իշխանությունները սրանց կարաս ստիպես ուղղեն տեսեք յուրաքանչյուր իշխանություն նախ անցողիկ է ուզում եմ հիշեցնեմ ուսապարկերին որ հա բնականաբար ամենալավ իշխանությունն էլ էս աշխարհի անցողիկ է հիմա տեսեք կան իշխանություններ որ ստեղծում են կորուստներ Այն էլ անդառնալ ինչպես Նիկոլ Փաշինյան որ չենք կարա հետ բերենք Արցախը կարաս հետ բերես Եռաբլուրը չես կարա Այո Բայց նախկինների օրոք եթե անգամ եղել է կոռուպցիա ու մի քանի միլիոն դրամ կամ դոլար չէ կա բայց այդ կորուստները անդառնալի չի եթե ինչ որ մեկ անգամ դպրոցից վերցրել է մեկ գրիչ դու կարող ես վերադարձնել դե գնացեք հիմա Գալեյանին վերադարձեք իրենց մխիթարին ոնց կարելի է համեմատականները տանել նախկինի ու ներկայի նման կերպով նախկինը ասոցացվում է հաղթանակների հետ ոչ թե ուղակի վերցնել կոռուպցիա արագաչափեր նախկինը Այն բանակցությունների մասին է, որ փաթեթը դրած էր Ալիևի դեմը ու ինքը պարտավոր էր գոնե 5 շրջանը ճանաչել Արցախ որպես ինքնորոշում ու անգամ երրորդ նախագահն ասում էր եկեք հանրաքվե դնենք, տենենք, տեսնենք հələ ոնց է ստացվում։ Ու իդեպ ինքը ասում էր, որ մենք պատրաստ ենք, եթե բանակցում ենք, եթե կռվում ենք, այս մարդիկ ասում են աղբեր ջան, չենք կարա կռվենք, մենք թույլ ենք, բանակցելուց էլ այսինչ ուժեղ ենք, ինչ պետքա տանք, կկվի պատմությունն է, քանի ձակ ունես դու Տենց տալով գնում է մի ձակը տվել են Արցախը հիմա մյուս ձակը Սյունիքն է մյուս ձակը Գեղարքունիքն է լավ այդ կկվի պատմությունը ձեզ դաշ չի լինի ուրեմն Սյունիք պատերազմից հետո երևի շատ են գնացել պատերազմից առաջ էլ ես շատ հաճախ արդեն գնացել եմ պատերազմից հետո Սյունիք Կապան մասնավորապես եւ ամեն իմ գնալուց Ամեն մտնելուց կապան օդանավակայանի վերևի ադրբեջանական դրոշը, որը տեղադրվել է 2020-ից հետո նախկինների վաղտե դրոշ կարողն էր։ Ընդ որում առաջին նկարում այդ դրոշը նույն հեռավորությունից նկարել եմ շատ աննշան փոքր, հազիվ էր երևում։ Արդեն այս վերջի նկարում, որ նկարել եմ, ավելի մեծ, իրենք կտորը այնքան են մեծացրել։ Եվ գիտեք Գոնե Արցախում ապրածները եւ ընդհանրապես ադրբեջանցուն թուրքին ճանաչողը շատ լավ գիտի իրենց մոտ այդ սիմվոլիզմը ինչ նշանակություն ունի։ Բա բարեւ է հոգեբանական վիճակը դրոշը փոքր էր, մեծացավ, մոտենում է, չէ՞։ Ախր տեսողական բնազդով էլ է հասկանալի։ Տեսեք Արցախում մենք Ստեփանակերտից չէինք տեսնում ադրբեջանական դրոշները։ Հերիք էր դուրս գայինք Ստեփանակերտից եւ սկսում էինք հեռավորության վրա, սկզբում ավելի մոտիկ էր, հետո ռուս խաղապահները կարողացան կարգավորել այդ հարցը հեռացրեցին դրոշները, փոքրացրեցին եւ ավելի հեռվում տեսնում
էինք, բայց տեսնում էինք։ Գիտեք, ամեն անգամ դու գիտակցում էիր այդ դրոշները տեսնելուց, որ դու իրոք ականի վրա ես, ու այդ ականը անպայման պայթելու է, անպայման, քանի դեռ այո, խոսակցություն չկա, դիվանագիտություն չկա, այդ ականը պայթելու է, որովհետև եթե դա աքսիոմա է, լռում է դիվանագիտական խոսքը կամ լեզուն, ապա անպայման գործի են դրվում զենքերը, դա միանշանակ է։ Ու այսօր այդ նույն բանը դու տեսնում ես, քեզ պետք չէ իշխանությունները ասեն, որ գիտես ինչ դու խաբում ես, չի լինի այդպիսի բան, կամ քեզ պետք չի որ ընդդիմադիր դաշտից ասեն, այ տեսեք պատերազմ է լինելու, դա ակնհայտ է, որ այս մարդիկ եկել են դրա հետևից։ Ու գիտեք, միգուցե նաև պատերազմ չի լինելու, այստեղ արդեն մեր ժողովուրդը թող որոշի, եթե իրեն դուր է գալիս այս տարբերակ, այսինքն նստես քո տանը մեկ էլ առավոտը արթնանաս, քեզ ասեն տնից դուրս արի, այնպես ինչպես Կիրանցում օրինակ եղավ, հա, սահմանագծման սահմանազատման իրենց այսպես ճակերտավոր արդյունքում, եթե դա իրենց ձեռք է տալիս, խնդրեմ, իրոք այստեղ որոշողը արդեն նաև անհատն է եւ իր որոշումից կախված է լինելու շատ հետագա քայլեր, բայց ամեն դեպքում 2025-ի օգոստոսի 8-ին եկեք սա հիշենք ու չմոռանանք, որովհետև այդ օրը ես ֆիքսել եմ եւ դրանից բխող այս բոլոր հետևանքները դեռ մենք ապրելու ենք։ Պատճառը հետևանքային կապը կա, թե ուրախանում տեսեք, այդ օրը այդ աժիոտաժը, որ ստեղծեցին այս իշխանությունները, այդ էյֆորիան, որի մեջ ընկել էին իրենք եւ ժողովրդին էին գցել ինչպես այս վերջի 3 օրերին, խոսում էին խաղաղությունից շատ, հանգիստ Ադրբեջանից, այսպես խրող ձայնով իրենք ունեն չէ, այդպես արևմտյան Ադրբեջանի համայնք ունեն չէ, որի ղեկավարը հայտարարեց, որ այո, մենք շատ ուրախ ենք, այսինքն իրենք շատ ուրախ են, որ խաղաղություն է հաստատվել Հայաստանի ու Ադրբեջանի մեջ, բայց դա բնավ կապ չունի 300,000 ադրբեջանցիների վերադարձի հետ եւ դա լինելու է խաղաղության շրջանակներում եւ ինչպես իրենց խոսք է տվել իրենց նախագահը, իրենք նստելու են իրենց մեքենաները եւ խաղաղ գան իրենց բնորան, իրենք այդպես են նշում, իրենց սրանք հասցրել են նրան, որ ինչ որ մի հատ քոչ-որ ցեղ արդեն խոսում է բնորանից Հայաստանում, կարում գրեր մի քանի տարի այո, ու դա բացառապես է իշխանությունների շնորհիվ է, լավ ես Սյունիքում դարերով են ապրել մեր հայրենակի, լավ ես չեմ ապրել Սյունիքում, ես չեմ ծնվել Արցախում, բայց 18 տարի եմ ապրել, վերջի 18 տարին եմ ապրել Արցախում, ծնվել եմ Երևանում, այսինքն ես չեմ տեսել ոչ ադրբեջանցիներին, ոչ իրենց պահվածքը, բայց այդ հատվածի ժողովուրդը ի վերջո դեռ խորթային տարիներին տեսել են, չէ, ադրբեջանցիներին ու գիտեն իրենց ցանկությունները, իրենց նպատակները ու իրենք ոնց են համառորեն գալու, եթե դու չունես հակազդող իշխանություն։ Ամեն ինչը նորմալ էր, ադրբեջանցիք ու հայերը ապրում են, բայց Սումգայիթի ջարդերը ինչի մասին է։ Այո, եւ երբ որ սրանք կապում են, որ մենք շարժում ենք սկսել, մենք դեռ չէինք անկախացել, արդեն շարժում ենք սկսել, այսինքն անկախ նրանից սովետական միությունը եթե անգամ փլուզվում էր, մենք արդեն շարժումը սկսել ենք, որովհետև արդեն խայտառակ իրավիճակ էր, չէ, ջարդեր, կոտորածներ։ Բա հիմա այդ ոնց կարելի է սաղ մոռանալ։ Ու իդեպ այդ Մակրոն սիրողներին վերադառնանք սկզբնի աղբյուր, հա, դե Նիկոլ Փաշինյանի քարոզը դրա մասին է։ Հա, իդեպ ճանապարհելուց այն տեսա հոլովակը տեսակ, չէ, ոնց էին ճանապարհում։ Այսինքն ինչպես էր մեքենայով գնում Նիկոլ Փաշինյանը Մակրոնի հետ։ Միասին հետո ինքնաթիռ։ Իդեպ ես իմ մոտ սարսափ առաջացավ, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ որևէ պատահական բան Նիկոլը չի անում։ Իհարկե։ Սատանայի ժպիտը զատ, այստեղ եվրոպական այդ կեղտոտ զզվելի արժեքների ցուցադրություն երբ տեսա, երբ երկու տղամարդ այսպես գգվելով, շատ այսպես հաճելի շփմամբ, այսինքն այն այլասերվածությունը, որին մենք միշտ դեմ ենք եղել, եւ այս մարդիկ բերել են, այսօր արդեն կարող են երկու երկրի ղեկավարներ ուղղակի ցուցադրել, որ դա ընդունելի է, դա ընկալելի է, դա նույնիսկ գեղեցիկ է։ Եվ դա իմ մոտ ուղղակի նողքան կառաջացեց, երբ որ ես այդ տեսանը տեսա, եւ շատ կարեւոր է, որ մեր երիտասարդները, մեր այն մատաղ սերունդը իրենք անպայման ցույց տան իրենց նողկանքը, իրենց զզվանքը նման երևույթների նկատմամբ։ Իրենք ուղղակի պետք է դիրքորոշում հայտնեն։ Տեսեք, շատ երիտասարդներ չեն խառնվում, պայմանականորեն չեն զբաղվում քաղաքականությամբ եւ այլն, բայց
Այս թմրանյութերի տարածումը, այս բարոյա հոգեբանական այս շղարշով խաղաղության տակի կործանումը այս երիտասարդներին բերելա հասցրելա կործանման դուռը, իդեպ այսօր ազգային ժողովում այդ նույն խայտառակ քննարկումներն է Սարգսյան Հայկին ինչ որ ուզում է բուկմեյքերների դեմ աշխատի։ Հիմա տեսեք 100,000-ից ավել կա Telegram կանալներից օգտվող թմրանյութերի բան, էս էլ է ցեղասպանություն, էս էլ է կործանում։ Պարտադիր չի որ այս զինվորները գնան ադրբեջանցիները։ Երբ որ մեր երիտասարդները ասում են ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, եկեք իրենց բացատրենք, իրենք պիտի սիրելի երիտասարդներ, այո, դուք պիտի հասկանաք, որ պատահական չի մի պետության մեջ թմրանյութերի այդպես ցանցային վաճառք, հա, եւ այն այլասերվածության ուղղությամբ քարոզը, որը տարվում է այսօր, դա պատահական չի, դա հենց քաղաքականություն է։ Դա հենց քաղաքականություն է, որը նպատակ ունի ձեզ անտարբեր դարձնել ձեր հայրենիքի նկատմամբ, բայց Աստված մի արածը, երբ հայրենիքը վտանգվում է, հենց դուք եք գնում այդ հայրենիքը պաշտպանելու, որովհետև այն ինչ որ արեցին մեր տղաները 2020-ին, արեցին 2023-ին, ես գիտեք դա չեն արել մեծերը, դա չեն արել ավելի տարիքովները, շարժիչ ուժը, հայրենիքը պահողը, հենց եղել են այդ 18-ից 20, այո, եւ իրականում այս սրանք այնքան սրբապիղծ են, որտես Ռոբերտ Աբաջյանի մասին մենք գիտենք, չէ՞, ինչ սխրագործություն ա եղել։ 20 թվականին ես վստահ եմ հարյուրավոր Ռոբերտ Աբաջյաններ են եղել, անգամ այդ պատմություններն են թաքցնում, որ հայի ոգին, այդ պայքարող տեսակը անգամ չոգե, որովհետև ես հիմա որ պատմում եմ Ռոբերտ Աբաջյանի մասին ու պատկերացնում եմ հարյուրավոր Ռոբերտ Աբաջյաններ, անգամ ես եմ փշակվում, որ ինքս ծառայելով բանակում հասկանալով դու ինչ գին պետքա վճարես, որպեսզի մենք կարողանանք ինքնիշխանություն ու անկախություն ունենանք։ Ոնց կարելի է դա ոտնատակ անել։ Մենակ նրա համար, որ կարող է Իտալիա գնաս անվճար ինչ որ ասենք կամ վիզաների ազատականության համար։ Դու ուրանասեն ու իդեպ մի հատ հիշողության թարմացում ավելի ավակ սերնդին 1918-ից 20 թվականին Կիլիկյան Հայաստանը կարծում եմ կհիշեք ֆրանսիացիների ձեռքով ինչ եղավ, ոնց եղավ ու ինչպես եղավ։ Հիմա նմանություն չեք տենում։ Չկա այդ նմանությունը։ Հզոր երևի պատմության մեջ Հայաստանը մնա հզոր այդ ժամանակ պետությունը։ Կիլիկյան Հայաստանի հետ եք խոսում եմ, որ ասում եմ։ Բայց նմանություն չեք տենում, բա Հայաստանի Հանրապետություն ու Կիլիկյան Հայաստան, ես Հայաստանի Հանրապետություն որ ասում չենք ասում են Նիկոլ Փաշինյանը հիմիկվա ուսապարկում, մենք որ ասում ենք Հայաստանի Հանրապետություն, հասկանում ենք Հայաստանի Հանրապետություն, ով երաշխավորն էր Արցախի Հանրապետության, ով ուներ 40,000-ից ավել նենց կանոնավոր բանակ, որ կզսնում էին, դրա համար էլ բանակցողը կարում էր բանակցել, նենց չի որ առանց բանակի գնում էին բանակցում։ Տես, էլի կարճ վերջի ժամանակների հիշողության թարմացում, ես միշտ այդ համեմատությունը անում եմ։ Ես երկու պատերազմ եմ տեսել, այսինքն պատերազմ բոլորս ենք տեսել, հա, թե Հայաստանում, թե Արցախում, բայց որ տեղում եմ եղել, հա, ուրեմն 2016-ին, երբ սկսվեց քարոզիան, մենք, ես հիշում եմ շաբաթ օր էր, բայց աշխատանքի էինք, երևի թե ինչ որ օրվա փոխարեն այդ օրն էինք աշխատում, չեմ հիշում, երբ հենց մտանք աշխատատեղեր ու լուրը իմացանք, որ պատերազմ է սկսվել, գիտես ժամեր հետո անկառավարելի էր Արցախում իրավիճակը ցանկության առումով, նախ մենք երիտասարդության պալատ ունեինք հենց հրապարակում, ինչու եմ ասում ունեինք, ես անցյալով չեմ խոսում, բայց այդ շենքը քանդել են, այդ շենքում էին հենց կամավորներին, այդ կամավորագրում, ժամեր անց թե Հայաստանի Հանրապետությունից ինչքան էին եկել ու բառից բուն իմաստով լցվել Արցախ, որտեղ ու դադար չկար, կանգնելու հնարավորություն չկար։ Մենք նույնիսկ հիշում եմ այնտեղից ասում ենք ժողովուրդ հերիք եկաք, տեղ չկա Արցախում։ Հերիքա ուտելիք ուղարկեք, այնքան ուտելիք ու հագուստ էին ուղարկել, որ ուղակի սոցիալի աշխատողները նստած զանգում էին պատական համարներով, ասում էին եկեք տարեք, չկա հնարավոր չի պահել այսքանը, կփչանա։ Այսինքն այդ այսինքն համակարգված, համախմբված այդ միասնությունը ու տեսեք ամենակարևորը ես շատ լավ հիշում եմ որ բոլորը վախենում էին որ հեսա քաոս կառաջանա նու հնարավոր է հանցագործներ գան լցվեն նաև դրա հետ մեկտեղ էս լինեն դրա հետ մեկտեղ այնքան պատրաստված էին բոլորը որ շատ արագ կազմակերպեցին ու մեկը չէր կարող սողոսկել եթե հատուկ այսպես չէր գրանցված այդ զենքը չէր ստացվել այո շատ կանոնակարգված էր ինչի համար եմ այս համեմատությունը անում տեսեք
նույն եթե հերո պետք չի գնալ բացեն ուղակի պոիսկ տան այդ փնտրեն ու գտնեն հա ինտերնետում թե ինչպես սկսվեց այդ պատերազմը լայնածավալ սահմանի եւ շփման ողջ գծի երկայնքով սկսվեց պատերազմը նույն ձևով աթեստներով նույն պատերազմներ ինչ որ 2020 թվականին տեսեք 4 օր մեր զինվորները այնպես պահեցին, հա մեր բանակը այնպես պահեց, այնտեղ շատ փոքր հատված, որ անցել էր ճշնամավերահսկողության ներքո, քանի տարի, հա, կյանքները այդ ընդդիմություն է ժամանակվա կոչված, հա, բայց իրականում այլ նպատակներ ունեցող հատվածը մեղադրում էր իշխանություններին, բայց իրականում ընդամենը 4 օրվա ընթացքում, երբ խոսում էին զենքերը, իշխանությունը ինչ արեց իր դիվանագիտական աշխատանքները կատարելու արդյունքում կարողացավ կանգնեցնել պատերազմը եւ մենք արդյունքում չունեցանք օրինակ հազարավոր զոհեր իհարկե փառք ու պատիվ մեր զոհերին 2016 թվականի որոնք կարողացան իրենց այդ հերոսապատումը կերտել իրականում որի վրա այո մենք դի սերունդներ դաստիարակենք եւ մենք հատ բոլորի կենսագրությունը բոլորի արածը անգիր գիտենք եւ դա էլ գալիս էր հենց այդ ժամանակվա պետական ռազմավարությունից ու դիրքորոշումից ու պահվածքից 2020-ին ընդամենը 4 տարի անց նույն տիպի պատերազմ է սկսվում մեկ էլ մենք կարճ ժամանակ հետո լսում ենք որ մենք վախկոտ ենք բոլորս ամբողջ հայ ազգը զինվորը թույլ ենք հաղթող ենք դավաճանենք չգիտեմ լրտեսենք ինչքան վատ բան կար լսեցինք իրար տանել չենք կարողանում իրարից թաքուն հաց ենք ուտում սաղս ով հնարավոր է տանում է լցնում է իր տուն դու պատկերացնում եք ասենք աբսուրդ է այդ ամեն ինչի ազգը մի ամբողջ ազգ որը 2016-ին աշխարհին իրոք ցույց տվեց իր ով լինելը մեկ էլ 2020-ին պարզվեց որ ինքն չէ տենց լինում է արագ վերափոխվում հա չի լինում այսինքն այստեղից երբ որ շատ ժամանակ կապ չունի որ դաշտից փորձում են ժողովրդին մեղադրել ես իդեպ երբևէ չեմ ասում նիկոլականներ կամ նախկինների չգիտեմ ինչեր ես տենց արտահայտություններ ժողովրդի որևէ հատվածի նկատմամբ չեմ անում ինչու որովհետև ես առավել քան վստահ եմ որ ժողովրդին դաստիարակում է իշխանությունը այս բառիս համար կներեք միգուցե վիրավորվեն բայց իրոք այսպես համատարած հա այդ ռազմավարությունը որը ունենում է իշխանությունը դա նաև դաստիարակություն է համաձայն եմ կարող եմ վերաձևակերպել իմ կարծիքով որ պարագայում է այս աշխատում տես ինչ իշխանություններ որ լինում են իրանց նմանի տեսակը ակտիվանում է այսինքն նախկին նախագահների օրոք կռվող տեսակը պայքարող հայ տեսակը իրանք ակտիվանում են գալիս են առաջ հիմա սրանք բաներն են համասեռամոլներն են անհայրենիքներն են հիմա ստացվում է որ լավ տեսակը շատ է հա հիմա այս տակի տեսակը Նիկոլի հելը լա այդ չեմ ուզում պիտակավորեմ բայց դե էլի ովքեր որ Նիկոլ Փաշինյանին մեր հայրենակիցները հիմա արդարացնում են, իրանք արդարացնելու ոչ մի հիմքեր չունենալով կամ մոլորված են, կամ փոքր մասը մոլորված է, հիմնական մասը կրթություն չունեցող, իրականում այդ կրթության միջոցով արժեքները, որ պիտի գնա, հա, այսպես արյան միջով անցնի չունեցող մարդիկ են, որովհետև երեք ակցիայի ժամանակ մի միջադեպ եղավ օրինակ, մի տարեցկին սկսեց տգեղ բառեր, իդեպ նաև այդ հատվածը հայոյող է, հիմնականում կանայք, դա անտանելի մի հատ երևույթ է, որտեղ կոմենտներում նենց անսուրբ բաներ են գրում, իմ հասեի նեմպիսի հայոյանքներ լավ ասում ես, այս fake է, okay, բայց հետևում մարդ է նստած, չէ? Բայց կան նաև իրական մարդիկ, եզակի, բայց կան մարդիկ, հիմնականում նայում ես դեմքից երևում է արդեն սոցցանցում իր նկարից երևում է, որ այդ կինը կամ այդ տղամարդը ուղղակի կրթություն չունի, ցավոք սրտի։ Ու այդ ենթատեքստու կոնտեքստի մեջ իր հայրենակցին վիրավորում։ Այո, բայց եկեք նաև սա էլ թույլ չտանք, որ առիթ հանդիսանա, որովհետև սա Նիկոլը օգտագործում է նաև ասելով, նաև ինքը օգտագործում է ասելով, որ տեսեք, էդ էլ են նախկինները մեղավոր կրթություն չի կրթվել ժողովուրդը, դրա համար էս շատ են իրանք ու ինձ են սատարում։ Ոչ, մեր ժողովուրդը կրթված է եւ
այդ հատվածը, որը սատարում է Նիկոլին, ինքը շատ փոքրիկ հատված է, բայց ինքը շատ աղմուկ հանող հատված է, որովհետև գիտեք, հայոյելը գոռացող էշին ոնց ճակատը պատշեցին, որովհետև երբ որ իմ առաջ հայոյում են կամ ինձ հայոյում են, ես կարող եմ կիրթ գրագետ անընդհատ պատասխանել, բայց ինքը անընդհատ ավելի բարձր հայոյելու է։ Հա, ու դու իրականում, այո, այդ պարագայում դու պարտվում ես հայողին, ցավոք սրտի, որտեղ դու հայոյել ուղղակի չգիտես։ Որտեղ եթե հայոյես, դու իջնում ես իր մակարդակին, ինքը քո մակարդակին չի հելնում, էս է հարցը։ Այո, բայց ես քայլելով Երևանի փողոցներում, իդեպ այսպես մեկ ցանցերում եմ կարդում, որ դու պիտի վախենաք, քայլեք, ես քայլում եմ, շատ սիրում եմ քայլել, նաև մարզերում եմ լինում, անընդհատ ես այսպես Հայաստանի տարբեր մարզերում եմ, պարտադիր կիրակի օրերը տարբեր Հայաստանի տարբեր եկեղեցիներում եմ պատարակների մասնակցում, եւ ես ձեզ ասեմ, որ մեր ժողովուրդը կիրթ, իրականում կիրթ, զարգացած եւ գյուղերում չեք պատկերացնի ինչքան արժեքներ կրող մարդկանց կա։ Իհարկե, այդ իրանց թեզերն է, որ վայ, բան չեն հասկանում։ Մի գյուղ էի գնացել պատարակի, տարօրինակ էր այդ տարածքում համարյա բոլոր գյուղերը այսպես ասֆալտապատ էին, այդ գյուղը ասֆալտապատ չէր, դե մենք սակ դարձել ենք ասֆալտ պաշտող նայ, չէ՞, հա, մեր հայրենակիցները ասֆալտ, հա, ու բանը, դրա համար են իրենք անընդհատ վատ ասֆալտ անում, որ հա քանդվի հանեն ու ժողովուրդը անընդհատ զգա դա, այո, ու այդ բնակիչներին հարցնում եմ, ասում եմ, ժողովուրդ տարօրինակ այս ձեր գյուղը այս ինչ ահավոր վիճակում է, ինչի չկա ասֆալտ, լավ տներ են, եկեղեցին շատ լավ, sense նոր վերանորոգված բան, ծիծաղելով բնակիչներն ասում են, այստեղ Նիկոլի աջակիցները շատ քիչ են ու չերևացող են, հա, իրենք էլ իմաստ չեն գտել այս գյուղը ասֆալտապատելու։ Խանութ չկա, բնակիչները չեն, եկեք հանձնենք, որտեվ եթե մթերային խանութ չկա այդ գյուղում, պահում ենք ինչ անենք, չէ՞։ Հա, դե որտեվ ինքը որ գնում է պիտի ուտի։ Եթե չկա հետաքրքիր չի այդ գյուղը։ Ամփոփելով գանք վերջին բնականաբար ու ինչից խոսենք գալու ենք հասնենք քարոզարշավ եւ ընտրություններ։ Ցավոք սրտի անխուսափելի դարձավ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությունների գնալը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը եկել էր փողոցով, բնականաբար հիմա կասեն դե այդքան փորձեցինք չստացվեց, բայց Նիկոլ Փաշինյանը գրեթե 15-20 տարի պայքարում էր, որ կարողանար զավթել իշխանությունը։ Հիմա մենք չենք ուզում զավթենք իշխանությունը։ Մենք մեր գործը ավելի հեշտ է։ Մենք ուզում ենք իշխանությունը հեռացնենք, տանք ժողովրդին, հետո գնանք ընտրությունների։ Ուզում ենք ժողովրդավար երկիր ունենանք, ոչ թե դիկտատորալ լինի մեր երկրում։ Հիմա խոսքս ուղղում եմ բոլոր մեր հայրենակիցներին, չսիրելով մի ուժին կամ մի գործչին, մի կործանեք մեր երկիրը ձեր ամբիցիաների կամ ինչ-որ փոքրիկ սիրո պատճառով ձեր սերը առ ինչ-որ կուսակցություն, առ ոչինչ է ձեր սերը առ Աստված եւ առ հայրենիք։ Այնպես որ ուշադիր եղեք, ընտրեք ընդդիմադիրներին, ես հասկանում եմ, որ դժվար է Նիկոլը սեր ունի խափելոտ իր մոտ ստացվում է։ Միգուցե ձեզ խափի վիզաների ազատականացում, խաղաղություն, ձեր վրա ծախի ձեր իսկ տները եւ այլն եւ այլն։ Եկեք համախմբվենք գոնե պահենք այն ինչ ունենք, որ եթե ավելացնելու մասին մտածելուց իմանանք, որ այս ոնց որ ասում է ժողովուրդը նախ դունենք։ Հիմա մենք Հայաստանի Հանրապետություն էլ չունենք ոնց որ Արցախը։ Արցախում էլ 23 թվականին դեռ արցախցիներ էին ապրում։ Բայց դա ընդամենը ամիսների հարց էր։ Հիմա եթե հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը ընտրվում է, Արցախի ճակատագիրը կրկնվում է։ Պատկերացրիք ինչ եմ ասում, ու սա չեմ ասում որպես լինելով ընդդիմադիր, ես ասում եմ սա որպես հայ, Կոտայքի մարզի մասնապես բնակիչ։ Եկեք ժողովուրդ ջան, մի կողմ դնենք այդ ամեն ինչը։ Մենք էլի եմ ասում, կարող ենք մեկի բնավորությունը չսիրել, մեկի կոստյումը կամ մեկի անցած ճանապարհը քաղաքական, բայց մենք ոնց մեր երկիրը չսիրենք, մեր պետությունը, մեր հայրենիքը ոնց չսիրենք։ Մենք պարտավոր ենք փոխանցենք մեր ապագա սերունդներին, ինչ մեր ավագ սերունդը մեզ տվել է։ Այնպես որ ընտրում ենք Նիկոլին դեմ յուրաքանչյուր քաղաքական ուժին, ով ամենայն հավանականությամբ արբանյակ չի, բնականաբար Նիկոլի էլի, ձեր իսկ նախասիրությամբ, ձեր իսկ պատկերացումներով, եթե անգամ ոչ մեկին չենք սիրում, գոնե Նիկոլին դեմ, հա։ Այսինքն, որ Նիկոլը չլինի, իրանք լինեն, որ հայեր գան իշխանության։ Այո, ու գիտեք, ես էլ շարունակեմ հենց այդ միտքը, Վահե ջան։ Շատ-շատերը օրինակ ինձ տարբեր դաշտերից փորձում են մեղադրել։ Ընդ որում նաև կան ընդդիմադիր ուժերից մեղադրում են,
ասելով, որ ես սատարում եմ այս ուժին կամ այն ուժին, բայց ես կարծում եմ այս 8 տարվա իմ քաղաքական գործունեությունը պիտի որ այնքան համոզիչ լիներ, որ նաև մեր հայրենակիցները հասկանային, որ ես սատարում եմ Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի Հանրապետությանը։ Դու խրամատում ես, որը մեր պետականության Այո, ես համար է պայքարում։ երբևէ անձի հետևից չեմ գնացել եւ քաջություն եմ ունեցել յուրաքանչյուր իշխանավորի ասել այս տարիների ընթացքում այդ մասին։ Ինչու, որովհետեւ ես կուրքեր չունեմ, բայց ես կարող եմ այն անձի կողքը կանգնել, ով ունի գաղափար, որի այդ գաղափարի հիմքը հենց ազգային արժեքներն են, ազգայինն է, հայրենիքն է, մեր սերունդների լինելիությունն է եւ ընդհանրապես հայ ուղակի լինելն է, հայի եւ այդ տիրոջ իրավունքով իր երկրում ապրելու իրավունքը, որովհետեւ այս իշխանությունները կարող է քեզ վաղը չհանեն քո տնից, բայց հարցը դու տերես լինելու այդ քո տանը, որտեղ ապրելու ես, թե ոչ։ Ինչևէ, չեմ եւ պատահական չի, որ այս փուլում, ընտրությունների նախաշեմին չկամ որևէ թիմում, որևէ տեղ իմ դեմքը չեք տեսնի, որևէ մեկին գովերքելիս չեք տեսնի։ Ինչու, որովհետև ես եւս մտածում եմ, որ այո, Հայաստանում պիտի հաստատվեն ազգային ուժեր, պիտի իշխանությունը տրվի ազգային ուժերին, բայց այստեղ էլ պիտի մենք շատ ավելի խելամիտ լինենք, նախ սա առիթ է համախմբվելու, առիթ է իրար կոկորդ չկրծելու, առիթ է խելամիտ ու այ տեսեք այս իշխանությունները սարսափում են հաշվարկված բառը լսելիս, այո, հաշվարկված, համատեղ աշխատելու ընթացքում պիտի կարողանանք հեռացնել այս իշխանություններին, այո, դուք կարող եք չսիրել ինձ, կարող եք չսիրել մյուս քաղաքական ուժին, այն մյուս քաղաքական ուժին, բայց մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ճիշտ հաշվարկ անել եւ իր ձայնը տալ ընդդիմադիր ուժերից այն ուժին, որին ինքը վստահաբար հաշվարկել է ու հավատում է ու գիտի, որ անպայման ինքը հաղթահարելու է նաև շեմը։ Հանկարծ այնպես չլինի, որ մենք մեղավոր լինենք, որ նաև փոշիացող ձայներ լինեն։ Դա շատ, այո, դա շատ վտանգավոր բան կլինի ու պիտի այստեղ լինի մեր համախմբվածությունը, պիտի հատկապես կանայք լինեն, ես կարծում եմ այս ընթացքում քաղաքական այդպես կշիռ ունեցող կանայք պիտի լինեն նաև այս դաշտը համախմբողները, ոչ թե անձերին գովաբանելու մեջ, այլ ժողովրդին ճիշտ ուղղություն տալու, իսկ կինը ինչով ունի այդ իրավունքը, որովհետև կինը նախ եւ առաջ ի վերուստ Աստծուց տրված շնորհ ունի մայր լինելու, իսկ մայրը պարտադիր մտածում է իր սերունդների շարունակականության, իր երեխայի ապագայի մասին։ Ես 2018-ին անկեղծ ասած մինչ իշխանազավթումը Հայաստանում գնահատման թեստավորման կենտրոնում փոխտնօրեն էի եւ կռիվը իմ մարտադաշտը դա կրթության բնագավառն էր։ 2018-ի իշխանազավթումից հետո, երբ կամաց տեղափոխվեց Արցախ այդ երևույթը, ես ուղղակի մի օր բարձր կրունկով կոշիկներս հանեցի, հագացածրերը, թևերս այսպես կշտեցի ու դուրս եկա ու ստեղծեցինք Արդարություն կուսակցությունը, որը գրանցվեց իդեպ 2018-ի օգոստոսին եւ միակ նպատակը այն էր, որպեսզի մենք կարողանայինք թույլ չտալ, որ նիկոլիզմը կլաներ Արցախը, որ ապազգային ուժերը չգային ու մեզ չհայրենազրկեին։ Մենք չհաջողեցինք Արցախում, որովհետև ժողովուրդը սիրեց լսել քաղցր ու լավ խոսքը։ Իսկ այդ քաղցր ու լավ խոսքը ասում էր ոչ մի կռիվ չի լինելու, դուք լավ տանիքներ եք ունենալու, դուք մեծ փորեր եք ունենալու, 2020-ին այդ խոստումները տրվեցին Արցախում, դուք հարուստ եք լինելու։ Հիմա ես նույնը, իմ մոտ դեժավյու է, ես նույնը լսում եմ Հայաստանում, պատերազմ չի լինելու, թոշակառուները ճանապարհորդելու են, գնալու են, չգիտեմ, լառնակա $2, բոլորիդ փորերը մեծ է լինելու, որովհետև շատ եք ուտելու, բոլորդ լավ եք ապրելու, չգիտեմ, երջանիկ եք ապրելու, նույն խոստումներն են տալիս, բայց իրականությունը այլ է։ Դու չես կարող երջանիկ լինել, դու չես կարող վստահ լինել, որ քո սերունդը ապրելու է, եթե դու չունես ազգային նպատակներ։ Ես ուզում եմ ամեն անգամ հարցնել, իսկ ո՞րն է մեր ազգային նպատակը, այս իշխանությունների կողմից տրվող։ Փնտրում եմ ու անկեղծ ասած չեմ գտնում։ Եվ չի կարող լինել պետություն,
Եթե ինքը չունի ընդհանրապես ազգային նպատակներ, այսպես հավաքական նպատակներ, իղձեր ու երազանքներ, այնպես որ մեզ բոլորիս խելամտություն իրոք սառը ուղեղով հաշվարկներ եւ ես միշտ երբ որ ինձ հարցնում են ում պիտի ընտրեմ կամ դու ում ես ընտրելու, ես միշտ ասում եմ դու ընտրիր քո երեխայի ապագան։ Դու ընտրիր, որ քո երեխան կարողանա ապրել նախ եւ առաջ ֆիզիկապես ողջ լինի, կարողանա ապրել, հետո արդեն ապրի արժանապատիվ, չգիտեմ, բարեկեցիկ եւ այսպես իրոք ազգային իղձերով ու երազանքներով շարժվող որպես քաղաքացի իր երկրի։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, ուրիշ կարծիք ոդկասթներ եթերում, սիրելի հայրենակիցներ եղեք ակտիվ, տարածեք, կոմենտներում, գրեք եւս այն մարդկանց համներում կուզենեիք, որպես յուր տեսնեիք, շնորհակալ ենք, որ մեր հետ անցկացրեցիք այս մի ժամը, կհանդիպենք։